Շնորհակալություն մեծարգո վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ինչպես նշեց նախարարը, 7 անուն անշարժ գույք ենք այսօր ամրացնում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը, մենք այստեղ մի փոքր երևի թվային առումով նախարարի հետ վերանայելու անհրաժեշտություն ունենք մեր ունեցած տվյալները, որովհետև մեր հաշվարկները, որոնք կադաստրային արժեքով են որոշվում, 2 միլիարդ 319 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով գույքերի մասին է խոսքը, հատ գույքերի հաշվարկները կա, ընդհանուր մոտ 6 միլիոն ամերիկյան դոլարի մասին ենք խոսում։ Գույքերը վերադարձվել են, պարոն վարչապետ, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում ներկայացված հայցերի բավարարման արդյունքում, այո, ապօրինի գույքի վերադարձի մեր ընդհանուր տրամաբանության ներքո է գտնվում, ձեր թույլտվությամբ ուղղակի կարճ թվարկեմ, որ գույքերի մասին է խոսքը, կարծում եմ այստեղ բավական հետաքրքրող գույքեր էլ կլինեն, այո, Կոտայքի մարզում 2 գույք ունենք, առաջինը Ծաղկաձոր համայնքի Ծաղկաձոր քաղաքի Մհեր-Մկրտչյան 30/1 հասցեում գտնվող 2.32 հեկտար մակերեսով հողամասն է, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 375 միլիոն 297 հազար դրամ, Հակակոռուպցիոն դատարանը դեռ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով բավարարել էր գլխավոր դատախազությամբ պետական շահերի պաշտպանության վարչության հայցն ընդդեմ Սամվել Մայրապետյանի, հայցով պահանջել էինք անվավեր ճանաչել հողամասի աճուրդը եւ կիրառել անվավերության հետևանքներ։ Բողոքարկման բոլոր ատյաններից հետո վճիռը մտել է օրինական ուժի մեջ, գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը, այսօր ամրացնում են կառավարությանը։ Մյուս գույքը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի Աղավնու աղբյուր թաղամասի կես հեկտար մակերեսով հողամասն է, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 9 միլիոն 388 հազար դրամ։ Կրկին մեր հայցն է, կրկին բողոքարկման բոլոր փուլերով անցած, ամրացված, սեփականության իրավունքը գրանցված, այսօր ամրացնում ենք։ Մնացած 5 գույքերը մի քանի նիստ առաջ քննարկում էինք DOSAF-ի գույքերի ամրացման մասին հարցը, մնացած 5 գույքերը եւս DOSAF-ի գույքերն են, որոնք զուգահեռաբար քննչական կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթին գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմում էր ներկայացրել վարչական դատարան, պահանջելով անվավեր ճանաչել մի շարք հասցեներում անշարժ գույքի նկատմամբ DOSAF համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները, թվարկեմ գույքերը եւ արժեքները։ Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոց 59 հասցեում գտնվող 2.79 հեկտար մակերեսով հողամաս, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 162 միլիոն 189 հազար դրամ։ Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյան փողոց 59/11 հասցեում գտնվող 0.03 հեկտար մակերեսով հողամաս, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 1 միլիարդ 670 միլիոն դրամ։ Արժեքների տարբերությունը պայմանավորված է գույքի նպատակային նշանակությամբ, պարոն վարչապետ։ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում գտնվող 4 հեկտար մակերեսով հողամաս, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 20 միլիոն 592 հազար դրամ։ Տավուշի մարզի Բերդ համայնքի Նավուր բնակավայրի երկրորդ փողոցում գտնվող 3 հեկտար մակերեսով հողամաս, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 4 միլիոն 580 հազար դրամ եւ Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Նանսենի փողոցի 6 հեկտար մակերեսով հողամաս, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը 77 միլիոն 144 հազար դրամ։ Ընդհանուր առմամբ, եթե ամփոփենք մեր պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակներում այս պահի դրությամբ մոտավորապես 66 միլիարդ դրամ արժողությամբ գույք եւ դրամական միջոց է վերականգնված Հայաստանի Հանրապետությանը եւ համայնքներին եւ այս պահի դրությամբ վերականգնված միջոցների միասնական հաշվին 21 միլիարդ դրամ ունենք մոտավորապես, իհարկե այս տեմպերով մենք տարածքային կառավարման նախարարության հետևից կառուցապատման դժվար ենք հասցնում, բայց կաշխատենք մենք էլ մեր տեմպերը ավելացնել։ Եվ պարոն վարչապետ, այսօր չզեկուցվող հարցերով մի գույք եւս ամրացրել ենք կամ արդեն կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը, խոսքը Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Անդրանիկ փողոց 8 հասցեում գտնվող մարզահամալիրին է վերաբերում, արտադատական կարգով ենք գույքը վերադարձրել, նմանություն ուներ Սպարտակ մարզադաշտի հետ կատարվածին, ուղղակի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի հետ շատ օպերատիվ եւ համակարգված աշխատանքի արդյունքում կարողացանք կանխել եւ ըստ էության տեղի էր ունենում աճուրդով գույքի արժեքի նվազեցում,
ըստ երևույթի նպատակ ունենալով հետագայում ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, այս դեպքում արդեն իմ միջնորդագրով վարչապետի աշխատակազմը տեղեկացվել է խնդրի մասին եւ արտադատական կարգով դատախազական ներգործության արդյունքում այսօր կառավարության արդեն որոշմամբ գույքը կպատկանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությանը։ Այսքանը խնդրեմ, եթե հարցեր կա, սիրով կպատասխանեմ։